երբ բարեգործության կողի տակ այլ շահեր են թաքնված։ Վերջին շրջանում հանրության մեջ հաճախ են քննարկվում խոշոր գործարարների, մասնավորապես Գագիկ Ծառուկյանի կողմից իրականացվող բարեգործական ծրագրերը։ Սակայն եթե հարցին նայենք ավելի խորքային, ապա կարող ենք տեսնել որոշակի անհամապատասխանություն։ Շատ վերլուծաբաններ նշում են, որ այն միջոցները, որոնք ներկայացվում են որպես օգնություն, անհամեմատելի են այն հարկային արտոնությունների եւ պետությունից ենթադրաբար թաքցված եկամուտների մասին, որոնց մասին այսօր բարձրաձայնում են իրավապահները։ Ստացվում է մի վիճակ, երբ հանրային աջակցությունը հաճախ օգտագործվում է սեփական քաղաքական կամ տնտեսական շահերը առաջ տալելու եւ դրական կերպար ստեղծելու համար։ Այսօր Հայաստանում իրավիճակ է փոխվել։ Օրենքի գերակայության եւ արդարադատության հաստատման փուլում յուրաքանչյուր ոք, անկախ իր ունեցվածքից ու դիրքից, պետք է հավասար պատասխանատվություն կրի օրենքի առաջ։ Պետական միջոցների հաշվին հարստացած անձինք վաղ թե ուշ ստիպված են լինելու հաշվետու լինել հասարակությանը։ Լուրջ վտանգություններ կան նաև ազգային ժողովի ապագա կազմի եւ падգամավորների գործունեության վերաբերյալ։ Օրինակ, Նարեկ Կարապետյանի շուրջ պտտվող լուրերի համաձայն նա որոշակի անհանգստություններ ունի խորհրդարանական ակտիվ աշխատանքի մասնակցելու հարցում։ Դա հասկանալի է, քանի որ քաղաքական դաշտում սպասվող բարդ զարգացումները եւ ընտրական գործընթացների հետ կապված հարցականները լուրջ մարտահրավեր են նորեկների համար, ովքեր գուցե պատրաստ չեն նման ստրեսային աշխատանքին։ Նարեկ Կարապետյանի գործունեությունը մարզերում եւս տարակուսանքի տեղիք է տալիս։ Օրերս հրապարակված մի տեսանյութում, որտեղ քննարկվում էր գյուղատնտեսական աշխատանքների գնագոյացումը, երևում է, որ առաջարկվող սիմվոլիկ զեղչը կամ օգնությունը ներկայացվում է որպես մեծ բարեգործություն։ Իրականում նման փոքր քայլերը հաճախ ուռճացվում են մեդիայով, իրական պատկերը թաքցնելու համար։ Մարդկանց իրականում օգնելու փոխարեն տպավորություն է ստեղծվում, որ սա ընդամենը քաղաքական միավորներ հավաքելու փորձ է։ Եթե կա աջակցելու այդքան մեծ ցանկություն, գուցե արժեր նախև առաջ սապարել այն մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ տուժել են այս թիմի գործողությունների հետևանքով եւ այսօր հայտնվել են իրավական խնդիրների առաջ։ Մյուս կողմից ձախողումներ են գրանցվում նաև խոշոր բիզնեսի դաշտում։ Սամվել Կարապետյանի ընկերություններից մեկի Հեցի հետ կապված դատական հայցի մերժումը վարչական դատարանի կողմից փաստում է, որ հին տնտեսական մեխանիզմները այլևս չեն գործում։ Այն ժամանակները, երբ հնարավոր էր սեփական կանոնները թելադրել պետությանը, անցել են։ Գործարար աշխարհի ներկայացուցիչները պետք է գիտակցեն, որ տնտեսական դաշտում չարաշահումներ թույլ տվողները տանգնելու են դատարանի առաջ, եւ օրենքի սսությունը կիրառվելու է անհպիր բոլորի նկատմամբ։ 8 տարի շարունակ ես անընդհատ լսում եմ նույն հարցը հսկայական թվով մարդկանցից։ Ինչու Փաշինյանը չձերբակալեց Քոչարյանին, Սերժին, Ծառուկյանին եւ երկրի մյուս թալանչիներին։ Մինչ այժմ ես փորձել եմ տալ ընդհանրացված պատասխաններ եւ չխորանալ այս թեմայի մեջ, քանի որ մինչեւ ընտրությունները չէի ցանկանում այս մասին գրել։ Հիմա ընտրություններն արդեն ավարտվել են եւ կարծում եմ, որ իմ եղբայրներն ու քույրերը արժանի են լսելու ճշմարտությունը։ Շատերին երևի թվում էր, թե Փաշինյանին շատ է դուր գալիս, որ այսքան թալանչիներ ազատության մեջ են շրջում, բայց դա այդպես չէ։ Մինչ ձեր հարցին պատասխանելը եւ մինչ դուք կիմանաք իրական ճշմարտությունը, ուզում եմ պատմել մի շատ հետաքրքիր փաստ, որը ձեզ շոկի կենթարկի։ Այս կարևոր հարցի պատասխանը չգիտեք ոչ միայն դուք, այլև Փաշինյանի շրջապատի բազմաթիվ պաշտոնյաներ։ Պատկերացրեք, նահարալների մեծ մասը նույնպես չգիտի դրա պատասխանը։ Եվ դա զարմանալի չէ, քանի որ Փաշինյանն իր մտքերին Հայաստանում 100%-ով վստահում է իշխանության մեջ միայն մեկ մարդու։ Գիտեք ում։ Կզարմանաք, բայց Նիկոլ Փաշինյանը վստահում է միայն Նիկոլ Փաշինյանին։ Այս ամբողջ 9 տարիների ընթացքում Փաշինյանը չի պատասխանել ժողովրդի հարցին եւ չի բացատրել, թե ինչու չի ձերբակալել Քոչարյանին, Սերժին եւ Ծառուկյանին։ Սակայն 2026 թվականի մայիսին Նիկոլ Փաշինյանը որոշում կայացրեց սկսել բացատրել ժողովրդին եւ արեց 2 աղմկահարույց հայտարարություն, որոնք ի զարմանս ինձ հայ ժողովուրդը չլսեց։ Նախընտրական հանրահավաքի ժամանակ եւ մամուրի ասուրիսում Փաշինյանը մեծ մտահոգությամբ շունչ քաշեց եւ հայտարարեց, որ երկրում գոյություն ունի մաֆիա։
Երկու անգամ նա հայտարարեց մաֆիայի դեմ պայքարի մասին։ Նիկոլ Փաշինյանը կարծում էր, որ մարդիկ կլսեն, թե ինչ է ինքն ասում, սակայն, ինչպես տեսնում ենք, ոչ ոք ոչինչ չլսեց։ Մաֆիայի մասին մանրամասն կսկսեն պատմել ձեզ առաջիկա օրերին, իսկ հիմա վերադառնանք գլխավոր հարցին. ինչու չեն ձերբակալվել բանդիտները։ Այժմ 8 տարի անց մենք իվացանք պատասխանը։ Ավելի վաղ Փաշինյանը չէր կարող նրանց ձերբակալել անկալ հապեսելի ցնցումների եւ սադրանքների վտանգի պատճառով, որոնք կարող էին սարսափի մատնել երկիրը եւ սպառնալ նույնիսկ իր սեփական իշխանությանը։ Նիկոլ Փաշինյանը այս ամբողջ 8 տարիների ընթացքում առաջնորդվել է նեկ սկզբունքով, զգուշավորությամբ։ Մոտավորապես զգուշավոր քայլերի 85%-ը եղել է նրա անձնական նախաձեռնությունը, իսկ մնացած 15%-ը մերձավորների եւ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության ԱԱԾ-ի խորհուրդների արդյունքը։ Իդեպ, հենց զգուշավորության շնորհիվ նա պահպանեց եւ ամրապնդեց իր իշխանությունը, իսկ եթե նա իրեն պահեր ինչպես փիլը ճենապակու հանութում, ապա ամեն ինչ շատ ավելի տխուր ավարտ կունենար։ Ամեն դեպքում այժմ ձերբակալություններն արդեն սկսվել են եւ դա լավ է, գրել է Ռոման Բալգասարյանը։ Ռադիոյում ապրող մեր սիրելի հայրենակիցներին ասեն, որ ձեր սիրելի Պուտլերի ագրեսիայի ու պատերազմի մոլագարության արդյունքում մի բացառեք, որ աշնանը կամ ձմռանը Ուկրաինան ավելի կոշտ քայլերի չի գնալու, եւ ինչպես որ ՌԴ-ում ոչնչացրել եւ ոչնչացնում են նավթավերամաշակման կենտրոնները, ձեզ թողնելով առանց բենզին, ապա նույն կերպ էլ հարվածելու է ռուսական գազատավներին եւ ամբողջ Պուտլեր ստանը մնալու է առանց գազ։ Երբ Պուտլերի ֆաշիստական ռեժիմը սկսեց հարձակվել Ուկրաինայի ուղղությամբ եւ Զախարովաները, Մարգոներն ու Սալավյովները ապուշի ժպիտով բարբաջում էին, թե բա հեսա Ուկրաինան ձմռանը սարելու է, սապկի ու մի ձմեռ անգամ չի դիմանալու, ապա ասեն, որ այդ բումերանգը վերադառնալու է Պուտլևստան։ ՌԴ-ում ապրող սիրելի հայրենակիցներ, պարզապես այսօրվանից պատրաստ եք նաեւ այդ սցենարին, որ մեծ հավանականությամբ ՌԴ-ն այս ձմռանը կարող է մնալ առանց գազի։ Գրել է Հայկ Թորոյանը։ Պոլինդուսների տակից սկսեցին ծվծվոցներ դուրս գալ, թե բա Թրամփը թրիփի ծախեց ռուսներին, մի ծվծվոց են դրել, մի խառնվել են իրար, մի բողոքի ալիք են գենարավսնում, ու ենելով պասպորտով ռսաճորտերը պատկերացնում եք։ Իրականում, ըստ տեղեկատվության, թրիփի հիմնադրամը Women Sokolov ազգանունով մարդ է համակարգելու։ Ես իհարկե հասկանում եմ, որ Հայաստանում ինքնահռչակ քաղաքագետների 99%-ը անգրագետ տգետներ են ու տարական տերմինաբանությանը չեն տիրապետում, բայց սխալ են անում, երբ մեզ շարքային քաղաքացիներիս իրենց արշինով են փորձում ճապած լինել։ Համակարգել նշանակում է ղեկավարել, management։ Համակարգողը նույն ինքը ղեկավար է, նույն ինքը մենեջերը, չի նշանակում տեր։ Պարզ եմ բացադրում, I got գլոխներ։ Ես օրինակ այս պահին 11 երկի եմ համադարկում, այնտեղ որտեղ աշխատում եմ, ու դա չի նշանակում, որ ես ընկերության տերն եմ։ Ամոթ հայելի, այս աստիճան անհամ չի կարելի լինել, ձեր ապուշ հալով մարդկանց եք փորձում ապուշացնել անդադար, թե բա ազգությամբ ռուս Women Sokolov, ասենք ազգությամբ ռուս է, հետո Ռիշի Սունակն էլ հմբիկ էր, Օբաման աֆրիկացի եւ այդ մարդը ամերիկյան պետությանն է ծառայում եւ միլիոնավոր այլ ազգիներ այլ պետություններում մեծ հաջողությունների են հասնում, թե քաղաքականության մեջ, թե բիզնեսում։ Հետո հիմա որ Մարգարիտա Սիմոնյանը հայ է, Իրանի հետո Հայաստանին է ծառայում։ Ամեն ինչ տեսել ու լսել ենք, բայց որ ռսաճորտերը ինչ որ ազգությամբ ռուս մենեջերի դեմ կարող են լինել վերջինիս ռուս լինելու պատճառով, դա նոր ֆինտ է։ Գրել է Շահ Մովսիսյանը։